գլուխդ պտտվում է առանց ակնհայտ պատճառի։ Շատ հաճախ գլխապտույտը կապված չի արյան ճնշման հետ, այլ կապված է թթվածնային քաղցի հետ։ Իրականում կա լուծում, եւ այդ լուծումը շատ հեշտ է։ Աջ ձեռքը դնում ենք կրծքավանդակին, ձախը որովայնին։ Ներշունչ եւ արտաշունչը պետք է կատարենք հանգիստ, խորը եւ դանդաղ քթով։ Ներշնչին լցվում է որովայնը, այնուհետև կրծքավանդակը, կրծքավանդակի վերևի հատվածը, վզի հատվածը եւ արտաշնչին դատարկվում է վերևի հատվածը, ներքևի հատվածը եւ որովայնը։ Սա կոչվում է յոգի շնչառություն կամ ամբողջական շնչառություն։ Ուղիղ մեջքով փակում ենք աչքերը, գլխագագաթով ձգում ենք վեր, ներշնչին լցվում է փորը, լցվում է կրծքավանդակը, կրծքավանդակի վերևի հատվածը, թիակները, եւ արտաշնչին դատարկում է թիակները, դատարկում է կրծքավանդակը եւ դատարկում է որովայնը։ Եվ կրկին ներշնչին փորը, կրծքավանդակը, ուսերը, դատարկվում է ուսերը, կրծքավանդակը, որովայնը։ Կատարիր այս տեխնիկան։ Այն օգնել է շատերին, կարող է օգնել նաև քեզ։ Լավ եղեք, կհանդիպենք։ Սիրելի ընկեր, շնորհակալ եմ քեզ լայքերի, սրտիկների, մեկնաբանությունների համար։ Թողեք մեկնաբանություններ, ձեր հարցերը, երբ ազատ ժամանակ ունենամ, անպայման ես կանդրադառնամ քո հարցին։